Ողջույն բոլորին, սիրելիներս, նորից ընկել ենք ճանապարհ, այս անգամ մեր ուղղությունը դեպի Քույրիկենցս տուն է։ Իրականում ունենք մի քանի օր ազատ օրեր, վաղը հինգշաբթի է եւ համբարձման տոնն է, դրա համար ազատ ենք տանենք, իսկ ուրբաթ օրը արդեն քանի որ շաբաթ կիրակին է հաջորդում, որոշեցինք այդ օրը մենք էլ տանը մնալ արձակուրդ վերցրեցինք, իսկ երեխաները այսպես թե այնպես ուրբաթ օրը ազատ էր իրանց մոտ։ Մի խոսքով սիրելիներս, հիմա ընկել ենք ճանապարհ, գնում ենք Քույրիկենցս տուն։ Իդեպ նշեմ, շատ դժվարությամբ ենք գնում, խցանումից նոր ենք ազատվել, հիմա հակառակ ուղղությամբ գնացող մեքենաներն են խցանման մեջ, նայեք մեքենաները կանգնած են, չեն շարժվում ու տեսեք դեռ ինչքան երկար խցանում է։ Այդպես սիրելիներս, հիմա հասնեմ տեղ, այնտեղ նորից կմիանամ ձեզ։ Ներս երեք եկանք հասանք, ինքան հոգնած էինք, որ շատ դժվարությամբ դե եկանք հասանք ճանապարհը, շատ վատ էր, խցանումներ էր անընդհատ, մի կերպ եկանք հասանք տեղ, հոգնած էինք, հաց կերանք, բան մի քիչ զրուցեցինք ու գնացինք քնելու, էլ երեք ոչ մի բան չեմ նկարել։ Հիմա առավոտ շուտ է, քույրիկը սուրճ է պատրաստում, որ բերի, ես էլ դուրսը իրանց բակն եմ նկարում, անձրև այգել են անկյուն այնքան սիրուն, այս աթոռ սեղաններն է լինում, հիմա իրանք հավաքել բերել են ստեղ, այս ծածկի տակ, որովհետև անձրևից չվնասվի էլի, այն հիմա էլ անձրև գալիս, այն հատվածն է, հավես հատվածը սուրճ խմելու, բայց հիմա ստեղ կնստենք այս ծածկի տակ, սուրճ կխմենք, պաղպաղակ եմ բերել, հեսա քույրիկս էլ սուրճը վերցնի կա, մի հատ սուրճը խմենք ու ուզում ենք այսօր գնանք Հոլանդ, հայկական եկեղեցի, քանի որ այսօր համբարձման տոնն է, կարծում ենք, որ հայկական եկեղեցում պատարագ կլինի, ինտերնետով նայում ենք, ոչինչ չի ցույց տալիս, իսկ հիմա սուրճն էլ խմենք, նախաճաշել ենք, հիմա էլ սուրճը խմենք ու շարժվենք դեպի Հոլանդ, օֆես եկավ հասա։ Արդեն հասել ենք Հոլանդ, հիմա կմոտենանք հայկական եկեղեցուն, հուսով եմ, որ եկեղեցին բաց կլինի, քանի որ ինտերնետում փնտրեցինք, ոչինչ չգտանք, բաց էր, փակ էր, ոչ մի բան տեղեկություն չկար եկեղեցու մասին, բայց հույսներս չեն կտրում, գնում ենք, եթե եկեղեցին բաց կլինի, շատ ավելի լավ, եթե ոչ, անպայման կգնանք գերմանական եկեղեցի, քանի որ այսօր համբարձման տոնն է։ Եկեղեցին բաց է։ Մենք ափսոս չհասցրեցինք պատարագին, բայց բաց է եկեղեցի։ Ճիշտ է, պատարագին չհասցրեցինք, բայց քահանան մոտեցավ մեզ, Տեր Մաշտոցը, իր հետ բավականին երկար զրուցեցինք, շատ լավ խորհուրդներ տվեց երեխաներին, այնուհետև միասին աղոթք արեցինք, շնորհակալություն հայտնեցինք եւ հրաժեշտ տվեցինք միմյանց։ Դե ինչ սիրելիներս, հիմա ժամանակն է գնանք տուն։ Բայց մինչ տուն գնալը հենց նույն քաղաքում, Ալմելո քաղաքում, Հոլանդի կա հայկական խանութ, որոշեցինք գնալ այդտեղից մի քանի գնումներ կատարել, այնպիսի բաներ եմ գնել, ինչը որ ես մեր քաղաքում չեմ կարողանում գտնել։ Որտեղ է։ Հա, էսա։ Արմավիր, հրնայեմ, հա, էսեր սենց բան է։ Մի հատ վերցնի։ Հաճարը որտեղ է, ավելուկ էլ կա, հրնայեք չորացրած։ Վերցնի, եթե 90։ Չէ, բայց ով է ուտում, ոչ մեկ չեն ուտում։ Հա, հեսա նայենք, լավաշել նայենք։ Մեսի անանուխն է չորացրած։ Ինչ կա ծավալը։ Ծավալ այդ իմ սպասի ծավալը։ Էսի հաճարն է։ Հիմա իր պատե հաճար վերցեմ, սրանք մեր ռուսականի ապրանքներն են, սրանցից շատ կա։ Նաև գնեցինք ջերմուկ, աշխարհի ամենահամեղ ջուրն է, երեխեքը շատ հավանեցին։ Արդեն վերադարձել ենք տուն, կրակը վառել ենք ու խորոված ենք պատրաստում, որպեսզի նշենք համբարձման տոնը։ Այս անգամ որոշեցինք դրսում սեղան պատրաստել եւ տնավարի նստել սեղանի շուրջ եւ լավ ժամանակ անցկացնել։ Քանի որ սեղանը փոքր է, սկզբում երեխաներն են նստում սեղանի շուրջ, երեխաները կուտ ենք վերջացնում, հետո մենք մեծերով կնստենք սեղանի շուրջ։ Արդեն հերթը մերն է, կերանք, խմեցինք, հիմա սուրճի ժամն է, մի հատ էլ սուրճ խմենք,
դեսերտի գեղեցիկ սեղան պատրաստենք եւ հավաքվենք խաղ խաղալու։ Ինչպես միշտ, երբ որ մենք հանդիպում ենք իրար, հետաքրքիր խաղեր ենք կազմակերպում եւ խաղում։ Այստեղ մեզ մոտ օր ա փոխվել, հիմա միած սուրճ ենք խմում, այնուհետև գնում ենք մի գեղեցիկ տեղ։ Հիմա եկել ենք այս ռեստորանը, ինքը շատ հավես ռեստորան է, Բամբույա կոչվում իր անունը։ Միշտ տղերքով են հավաքվում գալիս, այս անգամ որոշեցինք մենք աղջիկներով գանք, Դավիթն էլ մեր հետ, տղաները որտեղ գործ ունեն անելու չմիացան մեզ։ Այսինքն շատ հավես տեղ է, հիմա մտնենք ներս, հիմա դրսից ուզեցի նկարեմ, հետո սա կմտնենք ներս, ներսն էլ կնկարեմ, շատ հավես մի խոսքով այսպիսի տեղ է, այն կողմից ավելի հետաքրքիր է պալմաներով, ամբողջը այսպես բամբուսներ է, այս սրանք բամբուսներ են, էլի այս բույսերը, ամբողջը այդպես բամբուսներ է, դրա համար էլ անունը Բամբույա կոչվում, կարծում եմ։ Այն վերևն էլ ուղղաթիռ է։ Գնացեք, ամբողջը բամբուսներ է։ Ինչ հավես է։ Վաու։ Լավ է։ Ընտիր տեղ աստեղ։ Նստեք դե։ Դավիթ հավես լույսեր է, չէ՞ ստե։ Էլեն ջան։ Հավես ես նկարում։ Վաու, վերև էս ինչ հավես է։ Nee, Achtung! Ja, also hier einfach. Oh, diese arme Tuchkanne sind drin. Ամենա ճոխն է իրանը։ So, ja, danke schön. Ջանի։ Espresso. Յոպե։ Ես Pizza çimeklerle. տակեր, դա։ Jetzt mit dem Elli ein Mayo, set Peach Mayo. Ist du mal gegarten? Danke. Bakın. Սիրուն դիրել է։ Լգլուղդ կախի բամբուսը նկարեմ։ Մագնանք տենանք։ Դավիթ։ Այս ինչ լավ ավտո ես ճարել նստել։ Օգշել է հելնի դուրսն էլ նկարի։ Այս էլ դուրսն է։ Դրսից նկարել եմ։ Ստեղ էլ հավես նստելու տեղեր կա։ Հələ կամ տենամ, մարդ չկա, չէ՞ ստեղ։ Օպա։ Բայց ավազոտ է։ Կարանք այսպես տեղերում էլ նստենք։ Բայց մեզ ներսը ավելի լավ էր, հավես էր։ Այնտեղ էլ է հավես, իրիկուն էլ լույսերը կվառվի։ Այստեղ շատ տաք է։ Հա, շատ շոգ է։ Դիամանտ կա, որտեղ է։ Վերևն է ամենը։ Հա, ես չեմ կարա տենամ, դու վերևն ես։ Չեմ կարա գամ վերև։ Տիտիկները ստե բուն են դրել։ Երևի գնանք երեխեք բանել, հա, քաղաքել։ Խաղանք։
Այ գանչիկ թուղթ ավարտում։ Տեսար։ Դավիթ նայել է։ Ոնց ավտոն աշխատում։ Հեսա նա ինչ ծուխել է, ոյ փչացավ։ Լավ էր։ Բրծավ, վերջ։ Նորից միացրեցինք, լավ։ Tschüss։ Իսկ հիմա էլ գնում ենք քաղաքի կենտրոն, գնանք մի քիչ քաղաքը ման գանք, նրանից հետո կգնանք արդեն տուն, այսօր պետք է գնանք մեր տուն, մի քիչ ուշ ենք ուզում դուրս գանք, որպեսզի խցանման մեջ չընկնենք, քանի որ այստեղ գալուց բավականին դժվար ենք եկել, շատ խցանումների մեջ ենք ընկել։ Այդպես սիրելիներս, լավ, հիմա գնանք կենտրոն, կենտրոնից կմիանանք, ոտով մի քիչ ճանապարհ է, երկար ճանապարհ է քայլելու։ Հասնենք կենտրոն, այդտեղից կմիանամ։ Ես ու Էլենս հերվից սիրուն ծաղիկներ ենք տեսել, այսինքն հեռախոսներով պահած գնում ենք, որ նկարենք։ Մենակ ես ու Էլենն ենք գեղեցկությունը նկատում։ Օ, Էլեն, թիթեռնիկները։ Վահ, նայեք ինչքան ինչով ես։ Էլեն, անտիր։ Ես քեզ եմ սպասում, Էլեն չեմ գնում, եկար։ Նայում ես ինչ լավ, հլա այդենանք իրա վրա էլ հենց իրա ֆիրման ա գրած։ Ար։ Հեն անդեղ էլ կայել են ծաղիկներ, անդեղ գունավոր ա, բայց չենք անցնի փողոց էլի, գնանք հասնենք մամայից, որտեվ իրանք հասան արդեն քաղաք։ Գնանք մի քիչ էլ Հիմա գնում ենք ցենտրում։ Գնում ենք ցենտրում, հա, մի քիչ ցենտրում ման գանք, հետո պապային կան մեր հետևից։ Գնանք տուն, հետո արդեն այսօր մենք գնանք արդեն։ Ոչինչ չէ։ Տխրում այ աղջիկը, ասում ախեք այդքան շուտ գնում, բայց գնանք, որտեվ դասի ենք, դուք էլ եք դասի։ Էլեն, դու այսօր բարի ես։ Բա մամային հլասենք։ Մամա, գիտի, հավես չիզը միջը։ Մենք գնանք տենամ հլեց դուք որ ժամին ես դու բարի։ Չէ, չես հասցնի Էլեն։ 14-ին է։ Հա, իսկ հիմա այդ ժամն է։ Չէ, լավ, այսօր դու չգնացիր բարի։ Հիմա քանա։ Հիմա 14:30 է։ Ոչինչ, լավ։ Իմ աղջիկը բարի մրցույթի է։ Երբ է մրցույթը լինելու։ Յուլիին, թե յունիին է։ Յուլի։ Բասի, մենք գնում ենք դո քլաս փաթի։ Հա, յունիին քլասենֆախտի ես լինում, հետ ես գալիս քլասենֆախտից քո բարի համեր գնա։ Հա, ուրեմն, հա, յուլիին է լինել, որտեվ դու էնդե յունի ես գալու, հունիսի վերջին ես դու գալու, քլասենֆախտից։ Երկու օրում ենք այնտեղ մնալ։ Երկու օր եք գնում, գայանչիկը գիտես չէ, որ մոնթագին երկուշաբթի գնում է։ Քլասենֆախտ։ Հա, բայց ինքը 5 օրով է գնում։ Ահա, հասել ենք քաղաք։ Շատ մոտ էր քաղաքը Էլեն, բայց բանից այդ բամբուից չէ։ Ստեղ sense ջրեր կա, երեխեքը մտնում են այս ջրերի մեջ խաղում են։ Ու արդեն հեսա քաղաքի տոնն է, բանի, երեխաների։ Ու այս դրոշները արդեն կախել են ամբողջ Գերմանիայի բոլոր քաղաքներում, այսպես դրոշներ է կախված։ Հիմա գնանք մի հատ նկարենք անք այս ջրի մոտ, հա, կուզեք։ Մայր տակա։ Այնա, ինդել եկեղեցին։ Հավեսա չէ Էլեն։ Հավես տակա, լավ շոքա, ու կարես կուրկետ հանես։ Հայագից սիրուն քաղաք է։ Սա էլ ահաուս քաղաքը։ Գայանչիկը ուզում է DM մտնի։ Գայանչիկ կուզես դու մտնես հենա DM-ը մենք նստենք ստեղ։ Հա, դե գնա։ Ուրեմն ժողովուրդ ջան, նոր Դավիթիս ընկերների մամաներին էինք հանդիպել, տարբեր ընկերների, այստեղ Դավիթը բավականին ճանաչված է։ Ու սենց եկան Դավիթիս հրավիրեցին ծնունդ, մոտեցան ինձ իմացավ, բան եմ, Դավիթի մաման եմ, շատ նման ենք էլի մենք քուրիկներով իրար, ասի չէ, ես մաման չեմ թանթենեմ, վայ, բան, ասում ինչ նման եք, խոսացինք բան։ Դեյվիդ էր ասում, Դավիթ չէր ասում, չէր կարում քեզ ասեր Դավիթ, ասում էր Դեյվիթին ուզում ենք կամ մեր բանի տղուտ կեբոստագին։
Ծնունդին ասում էր գա։ Այբասի գեբոստագին էր ուզում որ գնար։ Երեն հլի չաբայ գլխարկդ գնաց Երեն, վայ չէ, երեխեք ինչ հավես, հրնեք, հենց տեղից հա, ամբողջ քաղաքը այսպես փոքր դրոշակներով կապված է։ Հա? Արի, գնացինք շպիլպլացը, խոստացել եմ գնանք խաղալու տեղ։ Դավիթս գիտի իրանց քաղաքի շպիլպլացը որտեղ է։ Գայանչիկն ու իրա մորքուն էլ ինչպես միշտ կորում են DM-ում գնացել են կոսմետիկայի խանութ գայանչիկը ինչ-որ մի երկու բան է ուզում առնի։ Հա, գնացինք, հա։ Լարին, նայից հավես տեղը։ Գնացինք։ Սենց պետք է գնանք, շլոսնա։ Ամստգեղիcht գրածա։ Հիմա գնում ենք բանը, թագավորի պալատը այստեղի։ Հա, սա էլ այս քաղաքի շլոսն է։ Այստեղ ահաուս են բերել, կցրել։ Սա էլ քաղաքի անունն է։ Են երեխեքն են ընդեղ։ Ահաուս։ Մենք հիմա ահաուս քաղաքում ենք։ Սա էլ թագավորի պալատն է, մենք այստեղ ասենց ենք գնում։ Մենք այստեղ ներսը եղել ենք։ Արդեն վլոգ ունեմ արած այս թագավորի պալատի ներսը։ Այբազը մեծ անգամ։ Հա, այբազը ընդեղ եղել է։ Հա։ Ինքը գիտի։ Բայց այբազը քեզի բարը սախ գիտե Հա, ստեղ կարապներ կար, մի անգամ եկել էինք, մի անգամ այստեղ ջուր կա, սա թագավորի պալատի տարածքն է, հենա, ու ստեղ կարապներ էլ կա, եկեք գնանք, մինչև մամայինք կգան, այս տարածքը շատ եմ սի, չէ շատ խորնայել են, շատ, հա, ստեղից պետք է հեռու մնանք, էլ իրականում խորնա, նայեք բադիկները կան, կարապը չկա, ստես սև կարապ կա, մի հատ սև, մի հատ սպիտակ, բայց հիմա չկան ոնց որ թե, չէ, կարապ, այ կարապը ոնց է գերմաները են, Դավիթ, չեմ կար ասեմ, չէ, շվամ չեր, չէ, ինչ հա, չէ, չեմ կար ասեմ, հա ջան ասա, հա ոնց որ երեխեք, կարապը շվամն է, շվամ գիտես, Այդ է, շվամ, հա ճիշտ էի հիշում, ստեղ, Schützen anbieten, Հաշմենք մալակն եկեք իշնենք այս սիրուն ճանապարհով գնանք, բայց ջրին չմոտենանք, հա, հեսա տենանք Դավիթի ընկերներին կհանդիպենք, մի քանի մանկապարտեզի ընկերներ ենք հանդիպել Դավիթի, Դավիթ, բայց այբազը փոքր էր քեզանից, լավ փոքր էր երևի Միած անգամ մեծ կատեմ, որովհետև մոքուշ գիրս տեղը սեզիկը թազա գունավորա։ Հա, բա կտուցը կարմիր, ես ինչ սիրուն թրջուններ կան, ստե բադիկներ, հրը։ Գունավոր, բա ես մի բադիկի կտուցը կարմիր, ես ես բադիկ չէի տեսել, որ կտուցը սենց կարմիր ա լինում։ Ունայ էս էք այնտեղ։ Ահա, նրանք է սիրուն, գունավոր, գնացինք լավ։ Այդնա այդ ոչ կարմիրա, շվանց այդ բանը քիտիկը ու այդ գունավորը համ այդ ոսը մի քիչ գունավորը, այդ ամենաթազան են։ Հա,
Ահա, նայեք, սև կարապները, որ ասում էի, ստես սև կարապներ կան, բայց երկու հատ են։ Հենց։ Մեկը երկար քանյակներ կամեն դեպի երկար հայտ ունեն։ Ահա, բայ իրանք շվամներն են։ Գայանջի կարապին ինչ են ասում գերմաներեն։ Կարապին ինչ են ասում գերման։ Շվամը չի։ Այս թրջունը։ Գունան։ Ինչ։ Շվաղն, շվամ չէ, շվաղն։ Սխալ էի ասում, հա։ Մոտավոր էլի գիտեի անունը։ Գայանջիկ սենց սև տեսած չես լինի, սպիտակը կա։ Նկատեր կան։ Սիրուն գարդենա, շատ մեծ տարածք է այստեղ եւ խաղալու հրապարակ այնտեղ, երեխեք արդեն այնտեղ խաղում են, էլի Դավիթ իր անգերներին է հանդիպել ու մեզ մոռացել։ Սա էլ ահաուսի սիրուն տարածքը։ Ժողովուրդ ջան, մենք արդեն տանն ենք եւ ճամպրուկային վիճակում ենք, Գայանջիկի իրերն ենք դասավորում, Գայանջիկին դասարանով ուղարկում ենք Klassenfacht 5 օրով գնում է հանգստանալու դասարանով, Klassenfacht-ի թարգմանությունը չգիտեմ, բայց կարող եմ բացատրել, դասարանով եւ երկու դասատուի հետ գնում են ինչ որ մի քաղաք, քանի որ փոքր են Գերմանիայի մեջ, մեծ տարիքում արդեն երկրից դուրս են գնում, 2 օրով, 3 օրով, մինչև 5 օրով եղել է 7 օրով երեխեքը գնում են հանգստանալու դասարանով, լավ ժամանակ են անցկացնում։ Հիմա վաղը երկուշաբթի է, Գայանջիկենք գնում են Լյուբեկ քաղաք, ինքը ծովի ափին է, դրա համար այստեղ մի քիչ հաստ հագուստներ եմ իրան դրել, իր գիշերանոցն է, սրբիչ, բաղնիքի սրբիչ, այստեղ ատամի պաստա, արկոգել, այստեղ ատամի չոտք մեկը կհանեմ, որտեղ երկու հատ է, թաց անձեռոցիկ, իր համար նաև մի քանի ուրիշ շամպուն պետքա դնեմ, որը գնել եմ էլի իր հետ տանելու է, իր տապշկեքն եմ դնելու, էլ ինչ էր, մի հատ ուրիշ բոթասներ, այս ամենը կտեղավորվի այս ճամպրուկի մեջ կարծում եմ։ Այստեղ իր համար գնել եմ այսպիսի քաղցր բաներ, որ ինքը սիրում է, դրանք եմ գնել, որ իր հետ տանի, որտեղ օրը 3 անգամյա սնունդ կա։ Սա նրա համար է, որ երեկոները ուշամին, երբ որ ուզենան ընկերուհիներով մի բան ուտեն, իր մոտ լինի։ Այդպես սիրելիներս, դե հիմա այստեղ անջատեմ արագ-արագ Գայանջիկի ճամպրուկը դասավորենք ու վաղը կճանապարհեմ արդեն իրան Klassenfacht, մի շաբաթ առանց իր ենք մնալու շատ դժվար է լինելու, բայց պետք է համակերպվենք դրա հետ։ Այդպես սիրելիներս, դե լավ, այստեղ ընդմիջեմ կմիանանք արդեն ավելի ուշ։ Սիրելիներս, այստեղ մեզ մոտ օր ա փոխվել, ես ու ամուսինս որոշեցինք գալ մեր քաղաքի ծովափը, շատ եմ խոսել մեր քաղաքի ծովափի մասին, միշտ հեռվից ցույց եմ տվել, ասել եմ Բլուրից այն կողմ մեր քաղաքի ծովափն է։ Հիմա եկել ենք, ուզում եմ համել ձեր համար նկարել։ Այսօր Գայանջիկիս ճանապարհեցին Klassenfacht, Հայկուն էլ շատ դասեր ուներ իր սենյակում էր, մենք էլ որոշեցինք, քանի որ լավ եղանակը, կանք մի փոքր մեր ծովի ափում սփոսնենք, այստեղ կան շատ գառնուկներ, մեր Նորթ Ֆրիսլանդ այդ տարածքը շատ հայտնի է իր գառնուկներով, այստեղ կարող ես հուշանվերների խանութներում փոքրիկ գառնուկի խաղալիքներ գտնել կամ գառնուկի պատկերով բաժակներ, մի խոսքով գառնուկները այստեղի խորհրդանիշն են։ Սիրելիներս, հիմա մոտեցնեմ, տեսեք, այստեղի գառնուկները ինչ երկար պոչ ունեն, մեր հայկական գառնուկներից չեն դմակով, պոչով են երկար։ Ահա այստեղ մոտեցանք արդեն մեր ծովափին։ Ես կարծում եմ, որ ինքը շատ գեղեցիկ ծովափ չէ, բայց այստեղ շատ տուրիստներ են գալիս, այս ծովափի համար են գալիս, մեր քաղաքի համար են գալիս։ Քաղաքը գեղեցիկ քաղաք է, բայց ծովափը շատ ավելի մռայլ է, ցուրտ է, բայց գերմանացիները շատ են սիրում Հյուսիսային ծովը եւ շատ են գալիս որպես տուրիստ այստեղ։ Այդպես սիրելիներս, հիմա մոտենում ենք այն հեռվում պատկերված ձողերին, վրաները շալվարներ են, այս շալվարների միջոցով կարողանում են որոշել քամու ուղղությունը։ Քամին որ ուղղության վրա փչում է, շալվարների ոտքերը այդ ուղղության վրա են լինում, սրանք կոչվում են քամու շալվարներ, գերմաներեն ասում են Windhosen։ Այդպես սիրելիներս, սա էլ այս քամու շալվարների մասով, հիմա առաջանանք մի փոքր էլ ծովափով շրջենք, այնուհետև կգնանք տուն։ Իդեպ մոռացա նշեմ, այստեղ ծովը հետ է գնացել, այստեղ ամբողջը ցեխ է, եւ այս ծովի ցեխը շատ բուժիչ է, այստեղ մարդիկ շատ հաճախ գալիս են եւ ցեխի վաննաներ են ընդունում։ Ես էլ եմ ժամանակ առ ժամանակ, երբ որ ծովը հետ է գնում, ցեխի միջով այդպես շատ երկար քայլում եմ։
Հետո ուզում եմ ցույց տալ մեր քաղաքը, շատ մոտ է, ահա հեն այնտեղ եկեղեցին երևում է քաղաքի, այդքան հեռավորության վրա է, մարդիկ հեծանիվով, երբ որ գալիս են մեր քաղաք հանգստանալու, հեծանիվներով են գալիս եւ հեծանիվներով կամ ոտքով գալիս են դեպի ծով, ոտքի ճանապարհը 30 րոպե կտևի, իսկ հեծանիվով 10-15 րոպեում հասնում են այստեղ։ Իսկ օրվա վերջում գնացինք մի գեղեցիկ սրճարան սուրճ խմելու։ Բարև բոլորին, սիրելիներս, ընկել եմ ճանապարհի կեսից որոշեցի միանալ ձեզ, ողջունեմ եւ այս մասով էի անցնում ու որոշեցի ձեր հետ կիսվեմ, ցույց տամ երեք որ ծովում էինք, ծովից նկարում էի քաղաքը, հիմա այլ քաղաքում եմ, քաղաքից ուզում եմ ցույց տամ, թե ծովը ինչքան հեռու է, մի այսքան դաշտ է հեռավորությունը, բայց ոտքի ճանապարհը այն կողմի վրա է, հիմա թերթեմ ու ցույց տամ ինչի մասին եմ խոսում։ Խոսքը սրա մասին է, կհիշեք այս շինությունը, ահա մոտեցնեմ, սա այն հին քանդված շենքներ, որ հյուրանոց էր, հիմա ուզում են վերանորոգեն, նոր հյուրանոց կառուցեն, կարծում եմ կգործի այստեղ, բավականին շատ տուրիստներ են գալիս մեր քաղաք, հենց ծովի համար, պարզապես այստեղ ինչն է վատը, որ եղանակային պայմանները լավը չի, 1000-ից մեկ այսպես լավ եղանականում ու ծով գնալու համար ամառվա մեջ կարող է 1 կամ 2 անգամ լավ եղանակ լինի ու գնանք ծով, միշտ ցուրտ է կամ անձրև է։ Դե ինչ սիրելիներս, այլ այս մասով, իսկ ես ուզում եմ այստեղ արդեն վլոգս ավարտել, որովհետև շատ խառը վլոգ է ստացվել, եկեք ձեզ այստեղ հրաժեշտ տամ, մնացեք խաղաղությամբ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ անգամ նոր ու հետաքրքիր տեսանյութով։